Գնացան դուք մի կախարդական արտահայտություն արեցիք, ասացիք այս պահին բացակայում է։ Ես կխնդրեի նշել ձեր կամ հանձնաժողովի մեծամասնության կարծիքով, որն է պատեհ պահը եւ որն է պատեհության որոնք են պատեհության որոշման չափանիշները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հարցի համար։ Ես նշեմ, որ կոնկրետ հանձնաժողովում էլ այդ մասին ասել ենք եւ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հերքել, չի հերքում ու չի էլ հերքելու հայոց ցեղասպանությունը, այնպես որ այն քրեականացման հոդվածն էլ որ կա, եթե նույնիսկ էլ լինի, կարծում եմ ամբողջությամբ ծածկելու է։ Արձագանք։ Այսքան ես ճիշտ հասկացա, որ քանի դեռ ոչ ոք չի հերքել, իսկ հերքողներ եղել են, կամ եթե նույնիսկ չեն ասել ցեղասպանություն չի եղել, նրա ցեղասպանության բացական հետևանքների հայերեն նսեմացրել են դրա հետևանքները, տենց մարդիկ բազմաթիվ են եղել, եւ տենց քաղաքական ուժեր են բազմաթիվ եղել։ Բայց դուք ասում եք տենց բան չի եղել։ Այստեղ դուք ինչ եք անում, տանում եք սուբյեկտիվ դատողության դաշտ, այսօրվա քաղաքական կուրսը, բուն ցեղասպանության գործունեության, ցեղասպանության հետևանքների նսեմացման քաղաքականություն է վարում, հենց թեկուզ միայն եկեք հասկանանք ինչ է նշանակում այդ արտահայտությունը։ Եվ բանը ասել նույնիսկ նրան, որ Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ապրիլի 24-ի կապակցությամբ։ Պարոն Խաչատրյան, անդրադառնանք, որ ձեր նշած սահմանումների շրջանակում, այո, եղել են նաև նախկին իշխանության օրոք ցեղասպանությանը նսեմացնող կարգավորումներ եւ այդ ժամանակ պարոն Մինասյանն էլ եղել է падգամավոր ու ոչինչ այդ մասով ոչ մի նախաձեռնությամբ չի եղել է, ես կասեմ, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, ես վաղը կմեկնեմ Վաշինգտոն եւ կհամոզեմ այնտեղի մեր գործընկերներին հրաժարվել ցեղասպանության բանաձևից։ Վարդան Օսկանյան եղել է արտաքին գործերի նախարար 98-ից 2008 թվականներին, միևնույն ժամանակ 99-ից 2012 թվականներին պարոն Մինասյանը եղել է ազգային ժողովի падգամավոր եւ լրիվ կարող էր այս օրենքի նախագծով այն ժամանակ էլ հանդես գալ եւ ասել, ես ինչ եք խոսում հայոց ցեղասպանության հրաժարման բանաձևից եք խոսում։ Այնուամենայնիվ ես կարծում եմ մենք պետք է իրավական փաստերով առաջնորդվենք եւ այդ իրավական փաստերից ելնելով որևէ քրեական գործ այս պահին այդ առումով չի հարուցվել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։